այսօր կարծիքի տաղավարը որ ընկալել ենք հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Վահե Մովսիսյանին, խոսում ենք ներքին քաղաքական կյանքի անցուդարձից, ինչպես նաև հայ առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ տարվող արշավի քաղբանտարկյալների մասին։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ուրեմն նախ կուզեի անդրադառնանք այս ներկա ցավալի իրականությանը։ Ցավոք սրտի արդեն 7 տարի է 8 մոտավորապես անդրադառնում ենք ցավալի իրականությանը։ 20 թվականից հետո ընդհանրապես հայ ժողովուրդը ապրում է այլ իրականության մեջ, որը սկսվել էր 2018 թվականից։ Հիմա մենք հասել ենք մի իրավիճակի, ես կուզեի կարճ քննարկում անենք մեր սիրելի հայրենակիցների ու դիտորդների հետ։ Օրինակ, ովքեր կպատկերացնեին 2018 թվականին, եթե ինչ-որ մեկը պատմեր ձեզ 2026 թվականի մասին։ Ովքեր կհավատային 2018 թվականին, եթե իրենց պատմեին 2020, 21, 22 եւ այսպես շարունակ թվականների մասին։ Բնականաբար բոլորը կկարծեին, որ պատմողը հոգեշեղված է, աննորմալ է եւ այսպես շարունակ։ Հիմա տեսեք, հասել ենք այն հանգրվանին, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Սուրբ Առաքելական եկեղեցու կաթողիկոսին թույլ չեն տալի լքել Հայաստանի Հանրապետության տարածքը ու որոշել են քրեական գործ հարուցել։ Պատկերացնում եք, այսինքն առաջի քրիստոնյա ժողովուրդը, ովքեր որ ընդունել են Աստծուն, եկեղեցիներ են կառուցել եւ վերջի վերջո պետական կրոն են դարձրել, ունենալով կաթողիկոս դարերի վեր։ Այսօր հասել ենք մի հանգրվանի, որտեղ հենց Հայաստանի Հանրապետության իշխանություններն են փորձում կաթողիկոսի մուտքը փակել, կաթողիկոսին քրեական գործ հարուցել, ել չեմ ասում, որ իր եղբայրը եւ եղբոր որդին արդեն անցնում են քրեական գործերով, այսինքն այն հարձակումները, որ տեղի են ունենում մեր օրոք, մեր ժամանակներում, այն խայտառակության մասին են, որ տասնամյակներ հետո այդ խարանը մեր վրա է մնալու, սիրելի հայրենակիցներ։ Դուք կյանքում կպատկերացնեիք, որ սենց իրավիճակ կլիներ ու մեր արքեպիսկոպոսներ, սրբազաններ կհայտնվեին բանտերում ու այսքան շատ քաղբանտարկյալ կլիներ տարբեր բնագավառներից, էլ ընտրված համայնքապետ, էլ անչափահաս, էլ սրբազան, էլ արքեպիսկոպոս, էլ ուղակի քահանա, տարբեր բնագավառներից, տարբեր տարատեսակ բնույթի ու մասնագիտության մարդիկ հայտնվել են բանտերում ուղակի, որպիսի լռեցվեն, ուղակի, որ իրենք ընդդիմադիրներ են։ Այսպես շարունակվել բնականաբար չի կարող, սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով նաև այն իրավիճակը, որ տեղի է ունենում Բաքվում, այսինքն այնտեղ վերցնում են եւ մեր ռազմաքաղաքական ղեկավարներին, Արցախի հանրապետության նախագահներին, Ռուբեն Վարդանյանին եւ մյուսներին վերցրել են ցմահ ազատազրկում են նշանակել, 20 տարվա ազատազրկում են նշանակել, դա մեր հայ ազգի խայտառակությունն է։ Ալիևը չի դատում կոնկրետ անձանց, Ալիևը մի ամբողջ ժողովրդի հավաքել անձնավորելով դատում է եւ դատապարտում է։ Լռելու չի, սիրելի հայրենակիցներ, սիրելի մեր հայ ազգ, Նժդեհը ասել է, ազգը ապրում է այնքան, որքան ապրում է նրա կամքը։ Հիմա մենք պետք է կամք դրսևորենք, դիմադրենք, մեր դիմադրողականությունը ավելի մեծացնենք, որպեսզի որպես ազգ, ժողովուրդ եւ պետություն շարունակենք գոյություն ունենալ։ Այսպես շարունակվելու հնարավորություններ մենք չունենք։ Այսինքն այն իշխանությունները, ովքեր որ ներկայումս նստած են իրենց աթոռներին հանուն իրենց շահի փողի, իրենք վերջի վերջո մեզ բոլորիս հասցնելու են այն իրավիճակին, որ այլևս լռելու ու խոսելու հնարավորություն չենք ունենալու, որ այլևս պետություն, ինքնիշխանություն չենք ունենալու։ Շատերիդ համար սա էլի կթվա ինչ-որ տարատեսակ սպառնալիքներից մեկը, որը որ մենք 7 տարի շարունակ պնդում էինք։ Մենք պնդում էինք, որ Արցախի հանրապետությունը հանձնելու են, մենք պնդում էինք, որ իրավիճակը լարվելու է նաև Հայաստանի հանրապետության տարածքում ու վերջի վերջո օկուպացված են Ադրբեջանի կողմից հայկական տարածքներ։ Մենք պնդում էինք, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ խաբում է առաջի անգամ, երկրորդ անգամ եւ խաբելու է երրորդ անգամ։ Հիմա էլ ենք պնդում, որ երրորդ անգամ վերընտրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանը
ձեզանից մանդատ է ստանալու, որպիսի արդեն հայկական տարածքներ հանձնի, որպիսի տա ճանապարհներ ադրբեջանցիներին, թուրքերին ու միացնի Նախիջևանին ու վաղը մյուս օր արդեն այն անդառնալի կորուստները, որ մենք ունենալու ենք, որպես պետություն, պետականություն ու սուվերենություն, էլ այս խոսալու ժամանակը չի լինելու, սիրելի հայրենակիցներ։ Մենք սա չենք բացատրում, համոզում ձեզ նրա համար, որպիսի լինի ուղակի իշխանափոխություն, որպիսի նոր մարդիկ գան նոր իրենց ծրագրերով։ Ես կուզեի մենք այսօր անդրադառնայինք մի թեմայի, որը հենց Նիկոլի մասին է։ Ուրեմն տեսեք, 2018 թվականի նախընտրական քարոզարշավը հեղափոխությունից եւ առաջ եւ այդ հեղափոխությունից հետո, երբ որ արդեն գնում էին ընտրությունների։ Խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, տրամադրեք ժամանակ մի քանի րոպե ու ուղակի ընթերցեք թե այնտեղ ինչա գրված ՔՊ քարոզարշավը ու ՔՊ նախընտրական շտաբի աշխատանքները ու խոստումները բնականաբար։ Այնտեղ կան շատ հետաքրքիր խոստումներ, որոնք ոչ միայն չեն կատարվել, այլևս չեն կարող կատարվել։ Այնտեղ կան խոստումներ Արցախի վերաբերյալ, կոռուպցիայի վերաբերյալ եւ այսպես շարունակ։ Այդ խոստումները մնացել են թղթի վրա։ 2021 թվական Եվս մեկ անգամ վերադառնում ենք նախընտրական քարոզարշավի փուլ, որտեղ Նիկոլը երկրորդ անգամ պատերազմից հետո, պարտությունից հետո, կապիտուլյացիայից հետո, կորոնայի այդ խայտառակությունից հետո, որտեղ որ իրենք ձախողվեցին, բնականաբար նախընտրական քարոզարշավում էլի շատ հետաքրքիր կետեր կան։ Նստեք ուսումնասիրեք, սիրելի հայրենակիցներ ջան, ձեր ապագայի համար ու հետագա ապագա ձեր ընտրությունների համար, որը որ փորձում են ներկա իշխանությունները եւս մեկ անգամ հրամցնեն, որպիսի բոլորին համոզեն գնան իրենց հետ ընտրությունների։ Տեսեք, 21 թվականի նախընտրական քարոզարշավում էլի խոսվում է խոստումների մասին, որոնք ուղղակի մնացել են թղթի վրա։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե հիմա քաղաքացիական պայմանագիր կուսակցական վերնախավին հավաքենք ու ասենք դուք ձեր խոստումներից որն եք կատարել, գեթ մեկը չի լինի, որ կատարել են։ Չենք գտնի գեթ մեկ խոստում, որ կատարվել է 2018 թվականից հետո, 2021 թվականից հետո եւ մինչեւ 26 թվականը արդեն ներառյալ։ Բոլոր խոստումները մնացել են թղթի վրա։ Ի տարբերություն այն խոստումների, որ չեն կատարվել, ավելացել են նաև նոր խոստումները։ Այսինքն 2026 թվական, մեր օրեր, կրկին խոստումներ, հիմա էլ խոստումներ խաղաղության մասին, հիմա խոստումներ 4-րդ հանրապետության մասին, խոստումներ նոր սահմանադրության մասին, խոստումներ ապագայի մասին, որտեղ որ չի լինելու, եւս մեկ անգամ նշում են, կոռուպցիա չի լինելու, տնտեսությունը աճելու է, բոլոր քաղաքացիները ապահով ապրելու են։ Հերիք է մենք հոգնել ենք այդ ստերից։ Սիրելի հայրենակիցներ, լավ, քանի անգամ պետք է Նիկոլ Փաշինյանը ձեզ խափի, ստի, կեղեքի, թալանի, վերընտրվի, որ մենք բոլորս գիտակցենք ու հասկանանք, որ այս մարդը սովորական խափեբա կապ չունի նախընտրական քարոզարշավում, ինչա պնդում Նիկոլ Փաշինյանը։ Մարդը պինցետով հեռացնում էր մի ամբողջ կորոնավիրուս, որ աշխարհն էր գրավել։ Մարդը մի թեթև գրիչով, թեթև ստորագրությամբ հանձնեց ու ճակատագիր որոշեց 120,000 արցախցիների։ Այս մարդը 7 տարյա նախկինների դեմ պայքարում է կռիվա տալի, կոռուպցիայի մեջ այնքանա թաթախվե, չի կարում համակարգված կերպով իր թիմակիցներին սաստի, որպեսզի իրենք չթաթախվեն կոռուպցիայի մեջ։ Եվ այսպես ցուցակը, ցանկը անվերջանալի է։ Այսինքն այս 7 տարիների ընթացքում հասել ենք այն իրավիճակին, որ այլևս այդ ցանկում ավելացնելու տեղ չկա։ Ու եւս մեկ անգամ այդ նույն խոստումները 26 թվականին ձեր քվեները վերցնելով շարունակելու է իր հայակործան, ազգակործան, պետականակործան ծրագիրը։ Ինչու? Որովհետև իր համար ամենակարևոր իշխանությունն է, աթոռն է, արտաքին դերակատարներն են, հարևան իր համար համարվող Թուրքիան եւ Ադրբեջանը։ Լավ, ինչքան ենք մենք հանդուրժելու, որպեսզի մեր իշխանությունները մեզ տուգանքի մատերիալ որպես պահեն։ Ինչքան ենք հանդուրժելու այս իրավիճակը, որտեղ մենք անգամ խոսքի ազատ իրավունք չունենք, չենք կարող ազատ խոսել, որովհետև բռնաճնշումները հասնում են նրան, որ կարող ես հանգիստ դառնալ քաղբանտարկյալ։ Ինչքան ենք լռելու, քանի եկեղեցի հանձնվեց Արցախից, քանի եկեղեցի պաշարվեց Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի Հանրապետությունում։ Լավ, այս մարդը մենք հասկանում ենք ինչ ծրագիր ունի, բայց արդյոք մենք այդ ծրագրի հետ հաշտենք, արդյոք մենք պատրաստ ենք մեր ամբողջ ապագան
վաճառենք ինչ-որ տնտեսական աճի, որը պետքա Թուրքիայից գա։ Արդյոք մեր Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի արժանապատվությունը ցորենի ու բենզինի մասին է։ Արդյոք մենք այս ազգն ենք, որ արժանի ենք այս ամեն ինչին։ Մենք դարեր ի վեր պայքարել ենք։ Մենք պայքարող ժողովուրդ ենք, մենք Աստծո ժողովուրդ ենք։ Մեր պայքարը եղել է արդար մեր հողի վրա ապրելու համար։ Իսկ այսօր մենք փորձում ենք մեր իշխանություններին բացատրենք, թե ինչի համար ենք մենք այստեղ հայտնվել եւ ինչ ենք ուզում։ Մենք ուզում ենք, որ մեր պապերի թողած ժառանգությունը, մեր հայրենիքը, մեր քրիստոնեությունը մենք փոխանցենք մեր թորներին։ Մեր ուզածը ոչ ավել ոչ պակաս, ուղղակի արժանապատիվ խաղաղ կյանքն է մեր սեփական հողի, մեր հայրենիքի վրա։ Մենք դրանից ավել ոչ մի բան չենք ուզում։ Մեզ անգամ դրանից են հիմա փորձում զրկեն այս իշխանությունները, մեզ համոզելով, որ ավելի արժանապատիվ խաղաղություն հնարավոր է պարտված ղեկավարի հետ, որ ավելի արժանապատիվ խաղաղություն հնարավոր է այս բռնաճնշումների ներքո։ Այս արտաքին մեծ դերակատարների, մեծ խաղի մեջ մենք որպես ոչ թե գործոն կամ գործիկ, այ ուղակի զոհասեղանին դրված ինչ-որ մի սկուտեղ ենք, որ մատուցվում է մեկ Ռուսաստանին, մեկ Ամերիկային, մեկ Եվրոպային։ Մենք անգամ չգիտենք այս պահին Հայաստանի Հանրապետության իշխանությունները կոնկրետ ում են ծառայում, ում շահերն են ներկայացնում, Թուրքիայի, Ադրբեջանի, Ամերիկայի, թե ընդհանրապես սատանայի։ Եվ վերջի վերջո այսքան հանդուրժելով, ժամանակին հանդուրժեցինք, Նիկոլը եկավ իշխանության, հետո հանդուրժեցինք, պատերազմից հետո վերընտրվեց, հետո հանդուրժեցինք, ոչ գերիները վերադարձան, այնտեղ դատեցին, ցմահ տվեցին, ոչ կոռուպցիան վերացավ եւ ոչ վերջի վերջո Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացու կյանք դեպի լավը չբարելավեց։ Բարելավեց Գալյանի կյանքը, բարելավեց Սիմոնյան Ալենի կյանքը, բարելավեց մյուս ՔՊԱ-ականների կյանքը, ովքեր որ վարչաբենդեր են կազմակերպում, հավաքվում են ուտում խմում ու ամենահետաքրքիրն ու խայտառակություններն է, որ իրանք իրար մեջ ժողովրդավարություն են քարոզում, հավաքվում են մեկը մյուսին ընտրում ինչ-որ շոուներ են կազմակերպում։ Բոլորիս էլ հասկանալի է, որ առաջի համարը պետքա Նիկոլ Փաշինյանը ընտրվեր։ Բոլորիս էլ հասկանալի է, որ ինչ-որ մարդիկ, ովքեր որ իրենց խանգարում են, պետքա ցուցակներում չհայտնվեին, որպեսզի իրանց ռեյտինգը փորձեն ինչ-որ կերպ պահեին։ Բոլորիս էլ հայտնի է, որ գոյություն ունեն նավակ ճոճողներ ու այն մնացած մյուսները, ովքեր որ հայտնվել են հերթական ցուցակում, ովքեր որ ալկոհոլի ազդեցության տակ ոնց ուզում իրանց սպանում են մեր քաղաքացիների ու լրագրողների ներկայությամբ ու իրանց առնչությամբ ոչ մի գործ չի հարուցվում։ Իսկ յուրաքանչյուր հայրենասեր մարդ, ով որ ուղակի պնդում է, որ ինքը ուզում է ապրի խաղաղ արժանապատիվ Հայաստանում, վերցնում տանում են քրեական գործ են հարուցում, խոսքի ազատությունից զրկում են, ընտանիքից կտրում են, տանում են, բանտախցերն են լցնում։ Ինչքան մենք պետք է հանդուրժենք, վերջի վերջո լավ, մենք այսքան դարերով եկել ենք, ապրել ենք, արդյոք մենք արժանի ենք այս ապագային, արդյոք այս ներկային մենք արժանի ենք։ Լավ, որտեղ ենք մենք սխալվել, որ հասել ենք այս հանգրվանին, որ արդեն սեփական ժողովուրդը պայքարում են իրար դեմ, այն մյուսը ավելի լավ սնվելու համար է պայքարում, այն մյուսը իր հայրենիքի ու արժանապատվության։ Ինչու պետք է մեզ բաժանեին սևերի սպիտակների, որ այսօր այս իրավիճակը ստեղծվեր։ Ինչու պետք է հայ ժողովուրդը իր սեփական սխալների վրա չսովորի ու եւս մեկ անգամ սխալվի։ Նիկոլ Փաշինյաններ դարերով գալու են եւ գնալու են։ Իրանք անկախ ամեն ինչից հայտնվելու են աղբանոցում։ Բայց ինչու հայ ժողովուրդը հետևություններ չի անում ու երրորդ անգամ փորձում է Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տա, որպեսզի ինչ ապացուցի, որ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ ընտրվելու պարագայում չի կարողացել խոստումները կատարի։ Այսինքն, եթե ձեր հարևանը 3 անգամ ձեզնից գումար է վերցնում ու չի վերադարձնում, դուք 4-րդ անգամ իրեն գումար կտրամադրեք, այն էլ պարտքով։ Հիմա արդյոք նույն իրավիճակը չի։ Մարդը 3 անգամ ձեզնից մանդատ է խնդրում, 2 անգամ վստահել եք տվել եք։ Հանուն ինչի եք տվել, ինչի եք հասել, որ մեկիդ կյանքն է փոխվել։ Ուրեմն տեսեք, այստեղ նաև կաթողիկոսի հետ կապված դեռ անորոշ իրավիճակ է, կոնկրետ փաստեր չունենք, թե ինչ քրեական գործի վարույթով է գնում եւ ինչ է լինելու, բայց այս եկեղեցու դեմ արշավը ավելի շատ հավանել են, ավելի շատ դուր է եկել ադրբեջանցիներին, իրենք լայն տարածում է ստացել իրենց ԶԼՄ-ներում, իրենք տարածում են, որ այ տեսեք,
ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում։ Ու հիմա հետաքրքիր հարց է առաջանում։ Լավ, եթե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մի բան ճիշտ է անում ու հայ ժողովրդի համար է անում, բա ինչի համար են ադրբեջանցիները ուրախանում։ Լավ, ադրբեջանցիները մեր համար այդքան սրտացավ հարևաններ են համարվում։ Այդ նույն ադրբեջանցիները չեն 5000 տղա կոտորել, այդ նույն ադրբեջանցիները Սումգայիթի ջարդեր չեն կազմակերպել, այդ նույն ադրբեջանցիները չեն Սևանա լիճի իրենցը համարում, Երևանը իրենցը համարում։ Լավ, եթե ադրբեջանցիները Նիկոլ Փաշինյանի աշխատելավոճը հավանում են, լավ հասկանալի չի, որ եթե ադրբեջանցիները հավանում են, ուրեմն հակահայկական է։ Եթե ադրբեջանցիները Նիկոլ Փաշինյանին սիրում են ու փորձում են, որ ամեն ինչ անեն Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, լավ հասկանալի չի, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դեմ է աշխատում, դրա համար ադրբեջանցիները եւ թուրքերը փորձում են իրան վերընտրվելու հարցում անգամ օգնեն ու դա չեն թաքցնում։ Լավ, ում հետ պետք է համագործակցի Նիկոլ Փաշինյանը, որ մենք հասկանանք, որ ինքը Հայաստանի շահերը չի սպասարկում։ Սատանայի հետ աշխատում է, թուրքերի հետ աշխատում է, ադրբեջանցիների հետ աշխատում է, ամբողջ օրը խաբում է, պատվիրաններից կեսը խախտում է ամեն առավոտ։ Լավ, վերջի վերջո ինչ պետք է անի, որ մենք հասկանանք, որ Ադրբեջանի շահերն է սպասարկում, որ հակահայկական գործունեություն է ծավալում, որ ինքը ժողովրդի մասին չի մտածում ու չի մտածելու։ Ինչ պետք է էլ անի, այդ սահմանաչափը որտեղ է, որ այ դրանից հետո արդեն Նիկոլ Փաշինյանին չենք հավատա։ Եկեք համախմբենք, հեռացնենք Նիկոլ Փաշինյանին, տարբերակները բավականին շատ են։ Տարբերակներ կա իմպիչմենտով, տարբերակներ կա անհնազանդության ակցիաներով, տարբերակներ կա աշխատելով նաև ՔՊԱ-ականների հետ, որպեսզի իրանց գիտակցության ինչ-որ եզրեր գտնենք, որտեղ որ հնարավոր է այդ մարդկանց հետ աշխատենք, որպեսզի իրենք նույնպես գան իրականություն։ Տարբեր տարբերակներ կան, ընդդիմության համախմբվածությամբ, այդ տարբերակներն անգամ ընտրություններով բոլոր տարբերակները պետք է դիտարկել, որպեսզի հեռացնենք, ոչ թե պայքարենք, ով ավելի շատ ձայն կհավաքի, ով ավելի շատ պատգամավոր կունենա, այլ պայքարենք նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես պատգամավորներ չունենա ու ընդհանրապես վարչապետի աթոռի հետ կապ չունենա։